Դպրոցականներ, ուսանողներ և մեծահասակներ Հանրապետության հրապարակում պատրաստվում են հաղթահարելու վազքատարածությունը։ Համար 1 մարզաշապիկով Արցախի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանն է։ Մեկնարկը տրված է։ Մասսայական կրոսավազքին հետևում է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, իսկ միջոցառումը մեկ նպատակ ունի՝ խթանել բոլորի հետաքրքրությունը դեպի առողջ ապրելակերպը։ Խնդիրը նրանումն է, որ մասսայական դառնա, առողջ ապրելակերպը մտնի մեր հասարակության մեջ։ Ցավոք սրտի դեռևս շատ դանդաղ է, որտեղ ես միանգամայն համոզված եմ, եթե 35-ից բարձր հասակի մեր հայրենակիցները եւ կանայք եւ տղամարդիկ զբաղվեն վազքով, տղամարդիկ հաստատ ծխելը կթողնեն եւ մենք սիրտանոթային հիվանդների թիվը կկրճատվի Արցախում։ Ստեփանակերտում մասսայական կրոսավազք կազմակերպելու գաղափարը Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռոբերտ Էմիյանինն է։ Գաղափարը կյանքի է կոչվել Արցախի ատլետիկայի ֆեդերացիայի ու կրթության, գիտության և սպորտի նախարարության ջանքերով։ Նախաձեռնությունը նվիրված է հայկական երկու հանրապետությունների անկախության 25-ամյակին։ Մասսայական կրոսավազքին մասնակցել է մոտ 2000 հոգի, ավելի շատ դպրոցականներ։ Շուրջ 1500-ից ավել դպրոցականներ մասնակցել են կրոսավազքին եւ իհարկե նպատակը առաջին հերթին, որ այն նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին, սա ունի իր նշանակությունը։ Երկրորդը երեխաների նպատակաուղղելն է, որ իրենց առողջության պահպանման համար պիտի անպայման զբաղվեն սպորտի որևէ ձևով, իսկ հասկանալի է, որ վազքը հենց բաղկացուցիչ մեկ տարրն է, որպեսզի կարողանան իրենց ֆիզիկական կարողությունները դրսևորել։ Մասսայական կրոսավազքին իրենց խորհրդանշական մասնակցությունն են ապահովել նաև ազգային ժողովի պատգամավորներ։ Գագիկ Վաղունցը խորհրդանշականը համարում է դպրոցականների համար։ Իրականում նախաձեռնությունն ուղղված է առողջ ապրելակերպին, այն ավելի շատ մեծահասակներին է պետք։ Հուսով է նախաձեռնությունը շարունակական է լինելու, հաջորդիվ մեծահասակների թիվն ավելի մեծ։ Շատ չափազանց կարևորում եմ, որովհետև ընդհանրապես մեր ազգի ոչ թե ֆիզիկական պատրաստվածություն, այլ առողջության պրոբլեմը առաջնահերթերից մեկն եմ համարում։ Ու իհարկե մարտական պատրաստությունից եւ կրթությունից հետո չնայած ամբողջ մի լրիվ ամբողջություն է ստեղծում, ներդաշնակ ամբողջություն է եւ կարծում եմ սա կլինի սկիզբը եւ կունենա շարունակություն, որպեսզի մյուս տարիները ավելի ու ավելի շատ մարդիկ մասնակցեն եւ մասնակցեն ոչ թե միայն դպրոցականները եւ ուսանողները, այլ մեծահասակները, անկախ հասակից, անկախ պաշտոնից։ Մասսայական կրոսավազքն ուղեկցվում էր մշակութային համարներով։ Վերջում կազմակերպիչները պարգևատրել են առաջինից 10-րդ տեղեր զբաղեցրած դպրոցականներին, ուսանողներին եւ մեծահասակներին։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, օր։